Երբ խոսակցությունը սկսեց Արարատից, Արարատը Արագածով փոխարինելու, հետո մեր դասագրքերում փոփոխություններ, հա, այն ծայրից արդեն պարզ էր, թե այս ընթացքը ուր է գնում։ Մոռանանք թելադրանքները։ Մեր երկիրը գտնվում է արտաքին կառավարման տակ։ Միանշանակ չի կարելի ասել, որ կառավարման տակ, որովհետև պինգ-պոնգի գնդակի պես մեր իշխանությունը փորձում է հաճոյանալ թե հյուսիսին, թե արևմուտքին, թե արևելքին, եւ այս զիջողական, հանձնվողական քաղաքականության մեջ բնականաբար անընդհատ պարտադրվում են ել ավելի մեծ պահանջներ։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա հայկական պետությունից զատ ամենահեղինակավոր կառույցն է մեր հայության համար, նաև աշխարհի համար։ Չմոռանանք, որ մեր վեհափառը օգտվում է ամենաբարձր իրավունքներից քրիստոնեական աշխարհում եւ իրավունք ունի Խորանի վրա նստելու մյուս կարևորագույն եկեղեցիների ղեկավարների կողքին։ Եթե հիշում եք, վերջերս այնտեղ ավելացավ մի աթոռ անգլիկան եկեղեցու, հա, արդեն այնտեղ կարծեմ թե 4-րդ աթոռը ավելացավ։ Եվ համայն հայության միավորող կառույցը հենց եկեղեցին է, որտեղ որ հայությունը կուտակվում է, անպայման իրենց համար եկեղեցի են չէ կառուցել, դարեր շարունակ այդպես է եղել եւ հավաքվել են դրա շուրջը։ Հայկականությունը պահպանելու, հա, հավատքը պահպանելու եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար, եթե խնդիր է դրված մեր թշնամիների կողմից հնարավորինս մեզ թուլացնել եւ այդպիսի հայտարարություններ լսում ենք արդեն մահմեդական առաջնորդների կողմից, որ Սփյուռքը եւ եկեղեցին ռևանշիստական տրամադրություններ եւ այլ, եկանք հասանք տեղ, կոնկրետ ինչ է, պահանջատիրությունը հայկական, Սփյուռքն է, միշտ մնացել է Սփյուռքի ուսերին, այդպես ասենք, քանի որ սովետական երկիր էր, իսկ սովետական միությունը ցարական Ռուսաստանի իրավահաջորդն էր, այսպես ասենք, հա, եւ Թուրքիայի հետ ունեին Մոսկվայի պայմանագիրը մարտի 21-ի ոնց Հայաստանը կիսեցին։ Այդ դրան հետևելով պահպանում էին այդ բանը եւ հայկական հարցի արծարծման խնդիրը այստեղ հնարավոր չէր սովետական Հայաստանից մինչև այն ժամանակները ինչ Թուրքիան անցավ ՆԱՏՕ այն ժամանակ արդեն թույլատրվեց ինչ որ բաներ անել, հուշարձան կառուցվել եւ այլն։ Եթե շատ երկար չասեմ, թիրախավորված են մեր էության, մեր ինքնության, մեր շարունակականության, մեր ժառանգության, բոլոր այդ արժեքները թիրախավորված են։ Ցավը այստեղ են, դա միշտ է եղել, բայց ցավը այստեղ նա է, որ դրա սպասարկողը դարձել է մեր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Հասկանում եք, սա պետք է նայել միայն այդ պրիզմայով, ստեղ ոչ հոգևորականների բարևարկության հարց կա, որովհետև այն մերժող հոգևորականները, որոնք հիմա կոալիցիա են կազմել եւ շրջիկ բանի թափառախմբի նման այստեղից այնտեղ են գնում, հա, սպասարկելով այդ նարատիվը։ Նրանց բարևարկության մասին էլ
կարելի է կասկածներ հայտնել, չէ։ Մինչև բարեվարկությանը անդրադառնալը, պարոն Պետրոսյան, ես հարց ունեմ ձեր առաջին հատվածի հետ կապված, ձեր ասելիքի առաջին հատվածի հետ կապված, դուք ասացիք ամենահեղինակավոր կառույցն է մեր եկեղեցին եւ նրա առաջնորդը, նրա ղեկավարը, որը տվյալ դեպքում կաթողիկոսն է, այո, շատ մեծ ազդեցություն ունի։ Հիմա մենք փորձենք օբյեկտիվորեն գնահատել։ Մեր կաթողիկոսը իր այդ ազդեցությունը կարողացավ ըստ պատշաճի, ըստ արժանավույն օգտագործել, եթե չդիտարկենք 2020 թվականի պատերազմից առաջ, գոնե դիտարկենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո եւ հատկապես շրջափակման ժամանակ։ Հասկանում եմ, կարողացավ օգտագործել, թե չկարողացավ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ինչու չկարողացավ։ Որովհետև նայել են մեր երազած դիրքում չի, ինչպես եւ մեր երազած դիրքում չի մեր վարչապետը։ Ինչ դիրքում է մեր կաթողիկոսը։ Լուր, սպասարկող, բոլոր իշխանությունների հետ պատասխանատվությունը կիսող, այսպես ասեմ, հա։ Այնպես չի, որ մենք շատ երջանիկ ենք այս ամեն ինչ, բայց այստեղ խնդիրը այլ է։ Սա մեր եկեղեցու պառակտման խնդիր է դնում։ Այսինքն, գանք էլի մի փոքր էքսկուրս անենք։ Հայրենիքը դա պետությունն է, չէ՞, սենց նարատիվներ էլ կար, չէ՞, որ կենտրոնացեք Հայաստանի վրա, ինչ հայրենիք, ինչ բան, ինչ պատմություններ, ինչ ժառանգություն, այս ամեն ինչը։ Սենց որ երբ որ շարում ես, սենց հուլունքի նման շարվում ամբողջ տրամաբանական բանը շղթան։ Սա ոչ կաթողիկոսի թեմա է, ոչ եպիսկոպոսների, հասկանում եք, սա մեր եկեղեցու պառակտման թեմա է, որով կթուլացնեն համահայկական ներուժը։ Ես հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Կաթողիկոսը դրա դեմ է պայքարում, այսինքն այդ պառակտման դեմ է պայքարում, թե կաթողիկոսը զուտ հիմա դիմադրում է իր անձնական շահերի համար, իր անձնական խնդիրները լուծելու համար։ Նաև կարծիք կա, որ կաթողիկոսը բոլորն են տեսնում, որ նա աջակցում է Ռուսաստանի հետ Ռուսաստանին հարող ուժերին, հետևաբար նաև անթաքույց կառավարության ղեկավարը ուղիղ հայտարարում է, որ ենթարկվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ավագ լեյտենանտներին, զեկուցումներ է անում եւ այլն եւ այլն։ Ասել հիմա կաթողիկոսը պառակտումն է գիտակցում եւ դրա դեմ է պայքարում, թե նա դիմադրում է զուտ իր անձնական շահի համար, իր ազդեցության համար եւ կա եւս մեկ տարբերակ, այլ տարբերակ չունի, հյուսիսից պարզապես իրեն թույլ չեն տալիս հենց այդպես հեշտ հեռանալ։ Իսկ մեր իշխանությունը արդյոք հյուսիսի պարտադրանքով չի շարժվում։ Հիմա իշխանությանը եկեք դնենք մի կողմ, իշխանությանը կհասկանան։ Տես, Էլիզա ջան, մենք խոսում ենք երկու ինստիտուտների մասին, երկուսն էլ վատթարագույնն են։ Մեր համար, մեր ազգի համար երկուսն էլ այսօր վատթարագույնն են։ Պետական շահի տեսանկյունից։ Այո, ազգային շահի տեսակետից։ Նայելը մեղադրելի, սա էլ է մեղադրելի, բայց երբ որ այս մի մեղադրելին, որը այսօր ակնհայտ սպասարկումը թուրքական, ադրբեջանական շահը թաքնված էլ նաև ռուսական շահը, հասկանում եք, անընդունելի է։ Հիմա հարց, մեր եկեղեցին իր լռությամբ, բազում անգամներ, նա պետքա աղաղակեր, զանգեր խփեր, քրիստոնյա աշխարհին խառներ եւ չի արել իհարկե պարտադրանքով, հասկանում եք, բայց նրա տված վնասը հայկականությանը, հայոց ընդհանուր ճակատագրի առումով անհամեմատելի է իշխանության տված վնասի հետ, հասկանում եք։ Ես այսպես եմ ուզում դնեմ նժարների վրա։ Այս նարատիվները, որ մտել է մեր կյանք եւ ամեն օր նոր մի բան է գցվում շուկա,
Իսկ տակից գնում է հակազգային ընթացք, հասկանում եք, այսինքն օրվա համար թեմայը գծվում, իսկ տակից հանդիպում են Թուրքիայում, հանդիպում են, չգիտեմ, Գաբալայում եւ այլ ինչեր են անում տակից, բայց հետո մեզ փաստերի առաջ են կանգնացնելու ինչպես եւ տարիներ շարունակ անընդհատ կանգնացնում են։ Այստեղ պետք է նայել։ Ասում եմ, սա կաթողիկոսի բարեվարկության հարց չի։ Հիմա լավ, եկեք անդրադառնանք այն 10 եպիսկոպոսներին, որոնց դուք ձեր խոսքում անդրադարձաք, նշելով, որ բարեվարկության առումով խոցելի են։ Հիմա խոցելի էին դրա համար կիսեցին իշխանության այդ օրակարգը բարեփոխումների գնալու։ Եվ առհասարակ, եթե իշխանությանը դնենք մի կողմ, իրենց համար այդքան դժվար է գնալ սեփական վարքագծի վերանայման, գնալ բարեփոխումների, բարձր հոգեվորականների համար, որ իրենք կարողանային նախաձեռնել այդպիսի բարեփոխումներ եւ այսօր չհայտնվեին ուղղակի այս վատ իշխանությունների թիրախում, այսպես ասեմ։ Տեսեք, ինչպիսի բարոյական մթնոլորտ որ կա մեր հասարակության մոտ, այդպիսի բարոյական մթնոլորտ է թե իշխանությունում, թե եկեղեցում, թե կրթությունում, թե մշակույթ, հասկանում եք, մենք չենք կարա նույն բանը անելով ստանալ այլ արդյունք, հասկանում եք, որովհետև անբարո վիճակա 4 կողմը, ամեն ինչում ես դու դրա հետ առնչվում, անընդհատ քո դիմաց գալիս է այդ բանը, մենք մեր բնությունն ենք ավիրում, մեր հարստություններն ենք ավիրում, մեր ժառանգության վրա թքած ունենք, մեր հողերի վրա թքած ունենք, չէ՞ որ ես քաղաքականությանը կան աջակիցներ, հա, նվիրալներ, մի դոշ են ծեծում, մի, չգիտեմ ինչ են անում, կա չէ՞ այդ ամեն ինչը, սա Դե ասում են եղածը պաշտպանել է պետք, պարոն Պետրոսյան։ Մենք Արցախի օրինակը ունենալով մեր աչքի առաջ պետք է օրինակը ինչ է։ Այսինքն այն ժամանակ, եթե մենք այդ շրջանները հետ տայինք Ադրբեջանի խաղաղ լուծման գնային, մենք կխուսափեինք պատերազմից, կպահպանեինք լրիմը։ Մենք կարող էինք ոչինչ էլ չտալ, ստատուս քվոն պահպանել։ Կարող էինք։ Եթե ի սկզբանե ճիշտ ուղղությամբ տարվեր։ Մեզ գցել են թակարդը ու անընդհատ են գցելու։ Հիմա էլ ես տրիպով են գցել թակարդը, հասկանում եք, երբ որ դու անողնաշար կեցվածք ունես, ես պետությանն եմ ասում, հա, երբ որ դու սուբյեկտ չես, որից ճառագում է համապատասխան էներգիա, զգում ես նրա կարմիր գծերը, հա, զգում ես նրա ոնց ասեմ, կամային կարողությունները, քո հետ այլ կերպ են շփվում։ Երբ որ դու կամազուրկ, ասում եմ պինգ-պոնգի գնդակ ես, քեզ կտաշեն անընդհատ էսկոմ ենկոմ, քեզ էլ հələ բան կարեն, որ քո համար սա է լավ։ Սա է լավ։ Իսկ քանի որ ժողովուրդն էլ սովորել է ոչինչ չանելով արդյունք ակնկալի, չգիտակցելով, որ ամեն ինչի համար պետք է աշխատանք, առաջընթացի համար պետք է ուսում, հա, հարստանալու համար պետք է աշխատանք, եւ այլն, բայց չէ, հասարակությունը, աղտոտված հասարակությունը եւ նստած տեղը ընդամենը ուզում են, որ իրանց համար ինչ-որ բաներ արվի։ Սրանից օգտվում են այս իշխանությունները, անկյալ են, չէ՞ ասում, անկյալ։ Նույն կրավորական դիրքավորման արդյունք է, որ նաև մենք ունենք հոգևորականներ, որոնք բարեվարկության հետ կապված խնդիրներ ունեն, այսինքն հանրությունը չմերժեց հավաքական։ Էլիզա ջան։ Նրանց կերպարը։ Սա մի ամբողջական համակարգ է։ Աղտոտ համակարգ է։ Պետություն, եկեղեցի, ամեն ինչը։ Մենք էլ հետ, ես ու դու էլ հետներ։ Սա մի համակարգ է, որի մեջ մենք ապրում ենք։ Մեր խնդիրը այդ համակարգը փոխելն է, փոխելը։ Բայց ինչպես։ Անընդհատ փոխելով։ Մարդիկ եթե եկել են ինչ որ մի աստիճանի իրենց պետականության մեջ, անընդհատ
փոխելու մաքրաջրեր են անընդհատ հասկանում եք մենք սովետական են ես հիշում եմ երբ որ աշխատանքային ժամը վերջանում էր ինչքան գործարաններ կար ամեն մեկը մի բան թևի տակ գցած գործարանից տանում էր որովհետև համարում էին որ դա պետքա տարվեր այսքան երկաթի գարաժները սարքած երևի թե դրա 90% այդ գողացված մետաղով բանով այսինքն սովորել էին որ ցկտում պետք չի ստեղից կանեն այնտեղ կգնաս գործի մի բան կթրցնես եւ այլն եւ այս սերունդը պետքա փոխվի բայց ցավոք սրտի եկավ նոր սերունդը որը բարոյական առումով շատ ազիջում են հին սերունդին գոնե հասկանում եք հեշտության վայելքի եւ դժվար է այս տեսակին բացատրել որ Արցախի կորուստը դա շատ դաժան բան է դժվար է բացատրել որ այդ մարդկանց արչև դու պատասխանատու ես այդ մարդիկ որոնք կորցրել են իրենց տները իրենց ինչքը իրենց բանը եկեղեցիները իրենց գերեզմանոցները իրենց հասկանում եք դժվար է չեն անցալում ես իհարկե հիմնականում եմ ասում հա իհարկե կան հրաշալի երիտասարդներ որոնք քաշ գիտակցում են եւ այդ երիտասարդներն են որ գնացին պատերազմ հա գնացին բայց այդ անկազմակերպ դավաճանական վարքի եւ կազմակերպվածության պատճառով եղավ այս արդյունքը հասկանում եք մենք համակարգը պետքա փոխենք այդ համակարգը եւ նոր մարդկային հարաբերություններ կստեղծի նոր ընտրության արդար ընտրության իրավիճակ կստեղծի հասկանում եք նոր պատասխանատու պաշտոնյաների իրավիճակ կստեղծի տեսեք օրինակ եկեղեցուց ենք խոսում արդյոք մեկը հաշվել է թե ամեն կիրակի բյուջեից ինչ ծախսեր է գնում որ այդ բոլոր այդ պատարակներին տարբեր շրջաններից եկող կամ անգամ քաղաքից գնացող պաշտոնյաները իրենց մեքենաներով, վարորդներով, ոստիկաններով ահռելի ծախսեր է դրանք։ Իսկ պաշտոնյան իրավունք չունի հանգստյան օրերին օգտվի ծառայողական մեքենայից, բենզինա եւ այլ մեկը հաշվել է դա անպատասխանատու վիճակ։ Հասկանում եք, այսինքն իշխանությունը ուզուրպացված է եւ պատասխանատու չի եւ անգամ չի զգում որ պետք է պատասխանատու լինի այս սրան ենք մենք սա անթույլատրելի բան է մեր նման գիտեք անընդհատ արդարության ձգտող ժողովրդին մենք շատ լավ ժողովուրդ ենք շատ լավ բայց իրավիճակը մեզ բերել է այսենց ամբարո վիճակի է բերել եւ մեղք ունենք եւ չունենք իհարկե այսօր տեսեք ուր ենք հասել եկեղեցուց ենք խոսում ազգային էլիտա չունենք չկա մի հեղինակավոր անհատ հա որը գոնե մի անգամ ձեռքը խփեր սեղանին կարգի հրավիրեր այն կողմ այն կողմ չկա չեն թողել բոլորին հողին հավասարացրին էսի բոլշևիզմի բանը լավագույն նմուշը հասկանում եք ով Իրանից մի բան ներկայացնում էր այն թափառող շների նման հարցակվում ու բսկտում էին այդ խեղճ մարդկանց լրացրին հասկանում եք լրացրին վարկաբեկեցին այո հա էս սա փոխելա պետք